Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Maman այսենց ինձ բռնեց։ Ում maman, իմ maman։ Սոֆի։ Իմ maman։ Գժվացրիկ։ Բամբասենք մի քիչ։ Քանի ստեղ չեն, դավայ տատ։ Գժվացրել եք մեզ, գժվացրել եք։ Կողնապահություն է անում։ Կիստրություն։ Դա կատարյալ խայտարակություն է եւ դա ես միջև կյանքի վերջ չեմ մոռանա։ Տեսար ով է քեզ փրկել, հետո էլ չասես։ Չէ, մի հատ կլսես ով է փրկել։ Ոչ։ Կիսամերկ։ Անհասկանալի դեմքով կանգնած է։ Մենք մողես sense վերակացած նայում եմ, աչքերս է։ Մենք քարացանք պրոստ, դե ջահել աղջիկներ էին։ Որոշմա մեջ տեղով է ծխի ապրած sense քշելով։ Куда это поезд двигается? Не скажете, девочки? Մեր երկուսի ոտերը սենց։ Տեսակ Սոֆի Դևանիչ մեքենայով արդեն տուն գալի։ Ասում է արամս, արամ։ Միջև ասում։ Այդպես մնաց արամը մնաց։ Ասեց քուտիր ու իր խոսքերով էդ էիր ուզում։ Այսօր հենց այնպես հաղորդման հյուրերն են Տիկին Սոֆի Դևոյանը եւ Կրտսեր Սոֆի Դևոյանը։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել այսօր այստեղ եւ տարբեր սերունդների հետաքրքիր պատմություններ ներկայացնել ձեզ, ոնց եք։ Շատ լավ։ Շնորհավորում ենք Սոֆիին, մեր նորահարսիկին։ Շնորհակալություն։ Սոֆինով տեսնում ասում, Սոֆի ջան, ոնց ես։ Սոֆին ասում է լավ եմ, բայց ոչ մի բան քո մեջ չի փոխվել, ամուսնացել ես։ Սոֆին ասում է նորմալ։ Այն ինչ որ sense բոլորի մոտ տպավորությունն է, որ sense ինչ որ գլոբալ փոփոխություն պետք է լիներ իմ կյանքում, բան ու sense տխուր մանգայի երևի, չգիտեմ։ Ասում են, ինչ ես լացե, դու չես տխրե։ Դի տխրե եւ չի, չի ամուսնանա։ Եմ ամուսնանա։ Դեռ էլի հարցեր կան, որոնք շուտով կսկսես լսել։ Հերթով է, չէ՞, sense փուլ առ փուլ գալիս է։ Իսկ ամուսնությունից հետո հետաքրքիր դեպքեր արդեն եղել են, որոնք կպատմես այսօր։ Հա, կպատմեմ, ինչ որ բաներ խայտարակվելու։ Ձեր մեղրամիսը Բալիում էր։ Այ Բալիում հաստատ հետաքրքիր դեպքեր եղած կլինեն։ Իրականում եղել է։ Մեղրամսից։ Սկզբից։ Վերջից։ Լուրջ մենք գնացել էինք նենց տպավորություններ մեր մոտ, ես բացել էի, ինտերնետում ամեն ինչ նայել էի, լուրջ ինձ թվում էր մենք գնում ենք սենց շատ գեղեցիկ, շատ սենց ինչ-որ ֆանտաստիկ երկիր, իրականում տենց էր, բայց մի քիչ իմ պատկերացումներին չհամապատասխանեց, որովհետև ես չէի պատկերացնում, որ այդքան բան վայրի է լինելու այդ ամեն ինչը, իսկ իմ ամուսինը ընդհանրապես չի սիրում այդպիսի հանգիստ եւ նույնիսկ եթե դու իր հետ ինչ-որ մի ժամով պետք է ինչ-որ միտեղ գնաս, ինքս հիմա կոմֆորտ, մաքրություն, առանց կենթանիներ, առանց միջատիկների, մի խոսքով ոնց որ չգիտեմ, ասես դու որտեղ ես, ասում ասի չէ ես այնց վստահ էի ին վրա, ասես չէ ես Բալի եմ ուզում գնամ, ասես դե լավ, որ ուզում ես քո ուզածով անենք։ Ինքը կազմակերպեց այդ ամեն ինչը, բան վեր ենք կացե գնացել ենք, առաջի օրն մտել ենք համար, մերը սենց ինչ-որ առանձին բասեին չի կա, սենց վիլա է, մտել ենք սենց շատ սիրուն է, քեզ թվում է սա ինչ-որ հեքիաթ է սկսվում այդտեղ, մեկ է սենց առաջի, սենց ծաղիկներ է սեղանի վրա դրած, մեզ դիմավորում են, happy honeymoon, բան ինչպես բաներ է գրած, մեկ է սենց հեքիաթները սողում էին։ Այո, մեկ էլ էս վարդի թերթիկներ տակից, բայց մողը սենց վերակացած նայում եմ, աչքերը սենց Հիմա ես ոչ ուզում եմ գոռամ, որ ինքը վախենա ու այլևս չմտնի այդ համար, ոչ ենա լուր մնամ, հիմա ես աշխատողից սենց աչքով, ունքով սենց մի ձև բացատրում եմ, որ ստեղ մողես կարի, հավաքի ես մողեսին, կարիս է սենց շատ դոբրի, ոնց որ ոչ մի բան չկա, ձերքով վերցում այդ մողեսին, վերցնելու ընթացքում երկրորդն է սենց դուրս գալիս, երկրորդ մողեսը, արդեն էլ չէի դիմանա, ստիպված գորգրացի, բայց սենց եկել է ինք խառնված, վսյո մենք ստեղ չենք մնում, գնում ենք ստեղից, ուր ենք գնում բարիշ, որ վիլան է գնաս նույն ձևը, որտև ջունգլի է դու մեջ տեղում, սենց ինչ-որ եկել ես մտել ես իրանց տարածք, էլի մի հատ նեղվում ես, որ իրանք սենց քայլում են, բայց ստիպված արդեն երրորդ օրը ինքը համակերպեց այդ ամեն ինչը, արդեն որ մողես է տնդ, պրոստը զանգում են ասում են մեր համարում մողես կա, գաք վերցնեք, բայց ամենածիծաղալունն է, որ ինքը որ ներկայացնում, ասում է իմ կինը վախեցել է մողեսից, խնդրում եմ եկեք հավաքեք։ Հանմայն հայությունը լսեց ամեն։
Ինքն է sense բարեր, sense boy-ով, top-ով, բան, ու sense որ նայում ես ինքը մողեսից վախենում է, այդ բայի իհարկե շատ ծիծաղալու էր։ Կարևորը, որ ինքը գլոբալ բաներից չի վախենում կյանքում։ Հասկացա։ Ինձ թվում է դուք ստուգել եք նոր եք թույլ տվել, չէ՞։ Պրավերկան անցել է տատայի մոտ։ Չէ, գիտեք, ես որ մարդուն առաջի անգամ տեսնում եմ, հավատացեք ինձ համար պարզ է։ Հա։ Ով է ինքը եւ իր էությամբ, իր շարժու ձևից, իր հայացքից։ Մի կես ժամ որ մնում ես մարդու հետ, հասկանում ես ինքը ձեռից պինդ մարդ է, թե շռայլ է, բարի է, թե չար է։ Այդ կես ժամվա մեջ այնքան բան կարող ես նկատել, եթե իհարկե դու մի քիչ պսիխոլոգիայից հասկանում ես, եթե դու մի խոսքով տարբեր բաներից մի քիչ գոնե հասկանում ես, կարող ես զգալ։ Դե դուք հասկանում եք եւ մեծ փորձ ունեք, աշխատել եք դե երևի ես շատ տասնյակ սերունդների հետ ու Ճիշտ է, ես էլ եմ հիշեց։ ինչ հիշեցիք։ Այդ դու պատմի։ Էս որ ասիր տասնյակ սերունդներ, Սոֆա Արևնան որ ինչ-որ փորձ ենք անում, բայց սիրում է էլի, սենց նստում է, երեխեքը գիտեն, սա զոմբիան են այդ պահին։ Գալիս են, սենց նստում են իր ոտքի մոտ, սենց նայում են ու ասում են, ոսր մի ման ուզում են որ պատմի էլի Տիկին Դևանը։ Ես զոմբի ասել մեջը ուղիղ եմ պահում միայն։ Ու սենց նստել են։ Ու սենց նստել են, հիմա սենց հիացած աչքերով նայում են, սենց տատան ինչ-որ բան է պատմում, թե ոնց է եղել այն ժամանակ, ինքը պարել է սենց, ինչ փորձությունների միջով բան, ու մեր երեխեքից մեկը սենց Չէ, մինչև այդ ասեցի, քանի սերունդ է։ Հա, ասում եմ, քանի սերունդ է իմ ձեռքի տակով եկել ու գնացել բան, մեր երեխեքից մեկը ուզեցավ ոնց որ լավ բան ասի, էլի, բայց երևի չստացվեց իր մոտ մտքերը շարադրել, մեկը պտտվեց հենց այս Սոֆա Արևնա բոլորը գալիս գնում են, իսկ դուք մնում եք։ Շատ սխալ է։ Շատ ինչ-որ ուզեցել է լավ բան ասի, բայց ինչ-որ չի ստացվել։ Ինքը վատ բան չէր, նա լավ աղջիկ է։ Իրականում ճիշտն է ասել։ Հա իրական բոլորը գալիս գնում են, ինքը մնում է։ Միշտ երիտասարդ, միշտ գեղեցիկ, ո՞րն է գաղտնիքը, բայց այս լուրջ հարցազրույց չի, էլի, ուղղակի ասեք, եթե կա։ Սա լուրջ հարցազրույց չի։ Գիտեք, ես մեկ-մեկն է ծամաչում եմ, որ ինձ ասում են, իմ երեխեքը փողոցում, վայ դու ասում գոնե մի ասեք գեղեցիկ, ասեք հաճելի կին եք, բան։ Հա գեղեցիկից մի Ջահել 20 տարեկան գեղեցիկ աղջիկ կանգնած ասում, դուք ինչ գեղեցիկ եք, ասում դասի գեղեցիկը դու ես։ Վայ։ Դրա համար Չէ, ավելի լավ է ինձ այդ հարցը մի տվեք։ Լավ, ես կարամ ասեմ օրինակ, Ասա, ինքը էլի։ սիրում է, բայց դու միշտ ասում ես, չէ, գախնիկ է, էլի, դրա համար հանգիստ ասում եմ, ջա մեր տան գախնիկն էլ չեմ բացայտում։ Ոչ թե իր ներքին գեղեցկության գախնիկն եմ բացայտում, այլ իրականում իր տարիքում ես կերազեմ երևի, որ իրապես հենց խնամված, հենց կոկիկ, գեղեցիկ լինեմ ու ինքը միշտ ասում է, ոչ մի բան մի քս երեսիդ, ես քեզ կասեմ ինչ քսի, տանը ինչքան, օրինակ ինքս հենց ճաշ է սարքում, չէ, ավելանում է այնտեղ ինչ որ մի բան։ Օրինակ տոմատի մասը։ Չէ, օրինակ ինչ որ ինչ էիր քսում վարունգի, մայոնեզի, ինչ որ դες խառնուրդներ բանը։ Բայց իրականում այնց է օգնում, անկեղծ էս բան չի։ Մեկը տեսնում ես սենց լցրել ամենա սենց բուջուր ամանիկ ունի ու սենց վրցին ունի, սենց գալիս է, արի քեզ է քսեմ, ասում եմ, հա, օքեյ, դավայ։ Ես սիրում եմ էլի տատայի հետ մենք նստենք, մեկ է մաման սենց վատ դեմքով մեզան, որտեղ ինքը երբեք ոչինչ չի անում, ու միշտ բողոքում ասում է, դուք արեցիք ինձ մի հատ չքսեցիք այդ մասկայից։ Ու մենք ես ու տատա սենց վարունգներով նստած ենք, կամ ինչ-որ սենց ավոկադո այրեսներից, սենց ու իրականում շատ է օգնում։ Հա, մի քիչ առաջ հարցրեցի Սոֆին, որ գնացել է, ուրիշ բնակարանում ապրում, տանը ինչ իրավիճակ է։ Մենակ է մասկաներ անում։ Տխուր է։ Ես առանց իրա ինքը չկա, մյուս թորնիկս Չինաստանը, ինձ փրկում է հիմա, որ մենք առավոտ գնում ենք, գիշերը 2-ին հիմա տուն ենք գալի, որտեղ պրոյեկտ Չէ, ենք մեզ անում։ փրկում է, որ մենք միասին ենք աշխատում, զուտ է, ամբողջ օրը տեսնում ենք իրար։ Դա փրկում է, ես գալիս եմ ու սովորը Սոֆչկայի հետ եմ, դա ինձ փրկում է, թե չէ, ես իրոք շատ կտխրեի, որտեղ մենք այնքան հետաքրքիր ժամանակ էինք միշտ անցկացնում իրար հետ։ Չարաճճի չէր։ Չարաճճի, իրա մեջ կարծեմ ամեն ինչ կա, կարծում եմ, ամեն ինչ։ Մեղմություն, չարություն, ու շատ պունկտուալ է։ Ոյ, ես զարմացա, անկեղծ այսօր, որտեվ սենց բան բացառիկ բան է։
Ինչի ես երբեք չեմ սիրում ուշանալ։ Օրինակ, եթե ես պիտի մինչև ամուսնանալ, եթե ես պիտի տանից դուրս գայի ու հանկարծ իրանցից ինչ-որ մեկը իմ հետ պիտի դուրս գար, վсё իմ մոտ սենց աչքը սենց է լինում, որտեվ ես ընդհանրապես չեմ սիրում ուշանալ գործնական հանդիպումներից, հա, կարող է սենց ընկերուների հետ հա միշտ ուշանում եմ այդ ներեկինց, բայց գործնական հանդիպումներից իրականում միշտ աշխատում չուշանալ։ Ու եթե իրանք իմ հետ են, վсё, այդ իմ համար պանիկա է, ես սենց մի ժամ առաջվանից սկսում եմ իրանց տերռոր անել, որ մենք ուշացանք, դուրս եկեք, ես ուշանում եմ, ու բոլորը սկսում են գոռգռալ իմ վրա այդ բանին, բայց այդտենց խելոք դուրս են գալիս։ Բայց չէ, շատ լավ է, պունկտուալ լինելը կարծում եմ հենց Սոֆի Դևոյանից է սովորել առաջինը, որովհետև հատկապես ձեր մասնագիտությունը պահանջում է, դա, բայց այսօր եկեք հիշենք այն զվարճալի գուցե խայտառակ դեպքերը, որոնք տեղի են ունեցել բեմում, նկարահանումների ժամանակ, փորձերի ժամանակ, այսպես բացենք բոլոր արխիվային դարակները։ Այդ ասեցիք, հիշեցի, գնացի անցյալ, հիշեցի, որ Պարիպետական անսամբլի հետ հյուրախաղերի ենք և տարբեր քաղաքներ էինք մտնում Ռուսաստանում և այդ ժամանակ եկանք Մինսկ քաղաք հոգնած, եկանք արդեն ժամը մեկն էր ցերեկվա, աղջիկները բոլորը գնացին տեղավորվել ու մենք մի քանի աղջիկներով ասենք գնանք մի հատ մտնենք, ճաշենք, 2 ժամով դուրս գանք, մի քիչ ման գանք, քաղաքը տեսնենք։ Մոտեցանք տեսնենք տեղ չկա, ռեստորանում, սաղ սեղանները զբաղված, մի հատ ռեստորանի սեղանի շուրջ նստած է մի հատ տղամարդ, կապույտ աչքերով, լրիվ ռուս։ Մի վարքյան կներեք, միկրոֆոննա։ Կարող է մյուս կոմ բանցիկը տանեք, որտև անդադ կպնելու է։ Այս կոմ եք է խոսում, բանցիկը կարանք այս կոմ անենք։ Պրոստը այս կոմ պտտի բանցիկը։ Բայց նկարվել եմ է արդեն։ Հա ոչինչ։ Հա ոչինչ։ Ոյ ով է հիշել։ Ես կարելի է դզեմ հիմա, որ բնական լիներ։ Այս կթող է, էլի խնդրում եմ։ Բաներ չեմ սիրում, ես հիմա կուղեմ։ Եկանք ռեստորանում տեղ չկա, մոտեցանք մենեջերն ասում եմ կներեք, մենք Հայաստանից ենք եկել, այնքան սոված ենք, եկել ենք ձեր քաղաք հյուրախաղերի և մի բան արեք, ասեց մեկ վարկյան, մի տարբերակ կա, այդ տղամարդուն խնդրեմ, եթե թույլ տա, ինքը արդեն ինձ թվում է շուտով պետք է վեր կենա, ասի շատ բարի։ Գիտեք ինչ, ես զգում եմ, որ օպերատոր մեկ խանգարում է, չէ, սենց անեմ լավ է։ Ընտիր, մի հատ էլ ես որ սենց դզես, այո, այս բանը։ Շատ ամիջական հաղորդում է, շատ դուրս եկա։ Ինչ կուզենամ կարող եմ անել։ Սենց լավ է։ Ընտիրը։ Լավ է։ Այո։ Դե շարունակենք։ Ուրեմն մենք մոտեցանք, այդ կինը ասեց, խնդրեմ, նստեք, նստեցինք, я говорю, вы, надеюсь, не против, что мы быстренько пообедаем? Да нет, девочки, спокойно обедайте, приятного вам аппетита, я как раз скоро ухожу. Ում մտքով կանցներ, որ եսիմ ընկերուհիները որոշեցին այդ մարդուն, այսինքն ոտից գլուխ, նկարագրեն, այս ինչ տղամարդ է, իրոք շատ սիմպաթիչն տղամարդ էր։ Չեմ հիշում։ Ես չեմ կարող մանրամասները պատմեմ, որտեղ դա պարզապես խայտառակություն է, բայց նենց մի թեթև կասեմ, մեկը ասեց, դու պատկերացնում ես ինքը ինչ տղամարդ է ընդհանրապես, էլ մյուս բաները չեմ ասում։ Հա, հայերեն են խոսում, աղջիկներ են։ Ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ պարզ է, չէ, հա։ Մեկը ասում է, սարոջկեն էլ լավն է։ Արժի։ Ու սկսում են այդ տղամարդուն, այսենց մազից սկսած, ինչ կասեն սիրուն աղջիկները ջահել, երբ որ դիմացը սիմպաթիչն է տղամարդ է և ոչինչ չի հասկանում։ Ասի լավ, երեխեք ջան, արդեն ամոթ է, հանգարդ մեր հայկական խոսքերը և ռուսական մեկ-մեկ խառնվում է։ Մոռանաք ռուսերեն մի հատ բառ կասեք, մենք Խայտառակ։ Ես նայեցի սենց իրա կոշիկներին, որտև ես լուր նստած էի։ Նայեցի կոշիկներին, ասի,
ամեն ինչ ինձ դուր է գալի, բայց իրա Մաշված է քիթը։ Չէ, նասկիները, ասա այսենց ծալված բաների ծալվածքներ ունի, ես սիրում եմ, որ տղամարդու նասկին սենց ուղիղ է լինի։ Դու ամենապարկեշտների նասկիներին ան։ Հա։ Այդ տղամարդը ասет, ну, девочки, мне уже пора уходить. Очень было с вами приятно, желаю вам всего хорошего. Նասկիներ սեք ուղը, Տիկին Դևոն։ Всё. Թողեց գնաց, հիմա այս աղջիկները ծիծաղում են, թե ինչ արեցին այս տղամարդու գլխին։ Չանցավ 15 րոպե, մենք արդեն պետք է վեր կենայինք, այդ տղամարդը մոտեցավ մեր սեղանին, մի փունջ ծաղիկներով, բամբաներկայով, այսքան մեծ բամբաներկայով։ Այն ժամանակ դա սպეციფიկ բան էր, տենց մեծ բամբաներկա։ Հիմա էլ։ Որ տնից տուն են տանում։ Ասեց աղջիկներ ու հայերեն է խոսում։ Ոյ ինչ ահովուրը, ոյ շո։ Աղջիկներ շատ հաճելի էր ձեզ հետ շփվել։ Հասկանալ թե ինչ եք մտածում իմ մասին։ Տիկին Դևոյան չասեց, Սոֆա ասեց, այ հիմա հիշում եմ։ Այն ժամանակ մենք շատ երիտասարդ դե ես արդեն մենապարու եւ քաղաքում ինձ բոլորը գիտեին։ Ասեց Սոֆա ջան, շատ շնորհակալ եմ, ասեց խորհրդի համար։ Մինչև կյանքիս վերջ ես կհիշեմ, որ տղամարդու նասկիները պետք է այսեն ձիգ լինեն ոտքի վրա։ Ինչա ձեր հետ կատարվում այդ պահին։ Ոչ այդ պահին ես իրանց հետ նայում եմ լռում եմ։ Ասեց այդ խորհուրդը մինչև կյանքիս վերջ կտանեմ հետս ու գնաց։ Մենք սենց Կարմրած։ ասետ էիք ուզում աղջիկ, հա։ Վեր կացանք, իջնում ենք ներքև։ Մի աղջիկ ասեց ես գնում եմ, մենք 4 աղջիկ էինք։ Հա։ Ասեց երեխեք ջան, ես գնում եմ հանգստանամ։ Արդեն վախեցել էր աղջիկը։ Մենք իջանք ներքև, հիմա մեր աղջիկներից մեկը ասեց, սպասեք մի հատ տաքսի կանգնացնեմ, ստեղ այդքան հեռու չի մինչև կենտրոն։ Կանգնացեց տաքսի, ասեց Простите, пожалуйста, вы нас до центра довезете? Нет, не довезу. Ասեց քուտիր ու իր խոսքերով մեկ էլ էս տղամարդից հետ վայ ցավը տանեմ հայ Վայ մամա ջան Ոնց կարելի է դրանից հետո ցավը տանել Ոնց կարելի է դրանից հետո հայերեն խոսալ, ես չեմ հասկանում։ Ասում եմ երեխեք ձեզ դաս չեղավ մի րոպե առաջ Դուք հասկա Այս մարդը հիմա ինչ է Այն մարդը արդեն ուղիղ նասկիներով ապրում Ինչ է լավ մարդ էր մեզ նստացրեց վայ ես ձեր կյանքին մեռնեմ հիմա այս աղջիկը վայ ինձ 1000 անգամ կներեք ցավը տանեմ Արդեն որ մոռացել է ինչ ասել նորմալ է Դարավ մեզ ման տվեց շատ լավ в общем այդպես կյանքում ամեն ինչ լինում է հետո երբ եկա Երևան անունը իհարկե չեմ կարող տալ իմացա որ այդ տղամարդը այն ժամանակ գործարաններ ունեինք մի հատ մեծ գործարանի ղեկավարն էր Եվ միջև Փնտրեք ուղիղ բաներով գործարանի ղեկավարի Հենց ուղիղ նասկիներով տեսնենք գրեք ով կարող է լինել Բա Խնդալու կնի գրի ես եմ շատ դեպքեր այդտեղ եղել որ մտածել ենք Այսինքն միևնույնն է դաս չեղավ Դաս չեղավ հա որտեվ սևամորթերը լիֆտում էլ ինչ ասես չես ասում բայց իջնում ասում Շնորհակալ եմ կոմպլիմենտների համար։ Տենց բաներ։ Ասում եմ, հա, մամայիս հետ էինք, հա։ Որտեղ։ Մոսկվայում։ Լիֆտից իջնում ենք, մենք էլ ուշանում ենք, ասում այ դու ես այդտեղ պակաս։ Մենք իջանք։ Ինքն ռուսերեն ինձ ասում է, у вас это откуда бусы։ Я говорю, это из Парижа бусы։ Հա։ Իջնում ենք, մեկ էլ լիֆտը բացում է, սենց արեց։ Խնդրեմ։ Դա սևամորթ, դա 73-74 թիվներ։ Այն վաղ շատ ուսանողներ կային, Հիմա գոնե նորմալ արդեն սովորել ենք, բայց դա ասում եմ։ Ես ասի, լսեք դուք որտեղից եք տենց լավ հայերեն խոսում, ասում եմ ես սովորում եմ ստեղ։ Եվ իմ կողքից տղան, որի հետ շատ մտերմացանք, հայ է։ Ինքը այնքան բանից պատմեց Հայաստանի մասին, որ ես որոշեցի, որ ես պիտի սովորեմ Եվ երբ ամուսնանամ, իմ ամբողջ ընտանիքը, երեխաներս պետք է խոսեն հայերեն։ Ու ես վերցրեցի իր համարը, հետո բավական երկար շփվում էինք իրար հետ, տենց
ու իմացա, որ այո, ամուսնացավ, որտեղ եկավ մի անգամ Երևան։ Հայուհու հետ։ Հա? Հայուհու հետ։ Ոչ։ Իր ազգի կնոջ Պրոստը հետ։ եկել են Հայաստան, տենց բոլորը։ Եկել էին Հայաստան, ինձ զանգահարեցին, մենք հանդիպեցինք։ Տենց ես զարմացել եմ։ Իրոք ինքը իր խոստումը կատարեց։ Կինը սև երեխեքը սև ու իրանք տենց հայերեն խոսում էին ամբողջ ընտանիքը։ Լիքը մարդ կոպես կընկնի այդ կրակի մեջ։ Լիքը մարդ կընկնի կոպես կրակի մեջ։ Հա, դե շատ է պատահել, ինչ է։ Ինչ առումով։ Այդ սևերը էլի Հայաստանում որ տեսել են, հաստատ չեն մտածել որ հայերեն։ Մանե մի անգամ ուրեմն գնացքով գնում էինք։ Էլի սա հյուրախաղերը հետ է կապված։ Շատ հետաքրքիր է։ Գնացքով գնում ենք, ասեն դե մի վագոն աղջիկներն էին, մի վագոն տղաները, ասենց առանձին էինք ու կուպոները չէինք փակում։ Դե ինչ պետք է փակես։ Ասենց արդեն գիշերը պարկած ենք, սաղ իրանց կուպեներում քնած են։ Մենք էլ այս կողքի կուպեից լսում եմ. Մամա ջան, ծարավ եմ։ Պրոշներդ լպստի քնի։ Մամա ջան, ծարավ եմ։ Նորից ասում. Պրոշներդ լպստի քնի։ Այ մարդ չդիմացա, գնացի, ջուր վերցի, կամած բացեցի, ջուրը տվեցի, երեխեն խմեց։ Մերսի Սոֆա ծիծա։ Առավոտ արթնանում ենք, հանդիպում ենք, բոլորս տեսեն, մենք ասենք, «Էդ էիր ուզում»։ Ասի, բայց ինչ։ Երեխես առավոտը վերակացի ասել եմ, մամա ջան, դու լավ մամա ես, բայց ես կուզեի մամա Սոֆա ջան լինել։ Դու էդ էիր ուզում։ Ասելս երեխուն տես բան կասեն, դու ինձ ասում քունուսն ինձ էր տան։ Այս Տիկին Դևանը որ պատմեց որ մտածել են որ չի հասկանում հայերեն։ Ինքը դեր ես արդեն Տիկին Դևոյանը։ Այո։ Չէ, բայց չեմ ուզում ընդունեմ դեռ այդ փաստը։ Դու տատաս։ Հա։ Մանը, ինքը սիրում է, ինքը ռուսերեն շատ է խոսում եւ ունի ռուսական կրթություն։ Ազգների։ Վերջապես։ Ես ինձ նվիրել եմ իմ ամբողջ կյանքը ձեր բալիկներին։ Արվեստին, որը հայկական արվեստ է։ Բայց ես ռուսախոս եմ։ Ընդունեք դա։ Խնդրում եմ։ Եվ էլ կոմենտ մի գրեք, գժվացրիք։ Այո։ Բանը սաղորը ձեր համար բան ենք։ Ոչմ, ու տենց ինքը շատ հաճախ հայրենից մի անգամից փոխում է ռուսերեն, դե բայց ռուսերեն է մտածում։ Ինքը ռուսերեն է մտածում եւ երբ որ ուզում է հայերեն խոսա, պիտի թարգմանի եւ հայերեն խոսի։ Դրա համար իրեն ավելի հեշտ է ռուսերեն։ Մենք բոլորս դա օքեյ ենք, ընդունում ենք, հասկանում ենք եւ մեր աշխատողներն է բոլորը հասկանում են եւ գիտեն որ լյուբոյ բայ կարա սոֆարեմն փոխի բանը, language-ը ռուսերենի։ Պատկերացրա, չէ, ես չեմ մտածում, ես խոսում եմ նորմալ։ Չէ, ընդհանրապես ես ավելի հեշտ։ Այն մտքերը, որ ես կարող եմ ռուսերեն արտահայտել, հայերենով չեմ կարողանում։ Կարողանում եք։ Այ դա է խնդրեմ։ Միշտ կարողանում։ Ու այս վերջերս մի աղջիկ ա եկել, մեր մոտ եկել է աշխատանքի համար, խոսում ենք, շփվում ենք, ու հիմնականում ես սկսում եմ զրույցը ես հայերեն, որ Տիկին Դևանը հայերեն շարունակի, որովհետև մտածում եմ, որ մի գուցե այս մարդը ռուսերեն չգիտի։ Ու օքեյ է, կարա չիմանա։ Տիկին Դևանը խոսած հայրեն, մեկ էլ եկավ ինչ-որ մի ռուսերեն սկսեց խոսել ու ասում է, որ մեր դպրոցում այս սենց պայմաններ ա, մենք շորերը տալիս ենք անվճար երեխաներին ու սենց պատմում Չենք թույլ տալի բղավեն երեխաներին, չենք թույլ տալի կպնեն երեխաներին, երբ որ ու այդ ամեն ինչ ասում է ռուսերեն, սենց շատ գեղեցիկ շարադրում ա իր մտքերը, սենց ուղիղ մեջքով նստած, մեկ էլ այդ աղջիկը չէր հասկանում էլի ռուսերեն, մեկ է սենց նստած, այսպես նայում է Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Իրան թվացել է իրան ինչ-որ կոմպլիմենտ անում ռուսերեն Տիկին Դևոյան։ Ու հիմա որ սկսում եմ ռուսերեն խոսել, ես ինձ եմ լարվում, որովհետև իրոք կարող է դիմացինը չի հասկանում, ես կպնում եմ ստաթորով, կարող է հայերեն խոսել։ Սոֆիա, քո նման թարգմանի չունեմ։ Հա, ես իհարկե միշտ բան եմ անում սիտուացիան, հարթում եմ, բայց դա մնա։ Բայց եղել են այդ արագ ռուսերեն մտածել հայերեն խոսելու ժամանակ սխալ արտահայտություններ։ Դե, երևի եղել։ Հա, ինչ որ մի անգամ եղել է դաժե եկար տուն դու հարցրեցիր ու մենք սկսեցինք բոլորով ծիծաղալ դրա վրա։ Օրինակ, տատան սիրում է, էլի, տենց ինչ որ դժվար բառեր է ընտրում հայերեն, ասենք որ
դու երբեք չես օգտագործում քո առօրյա խոսակցական այդ բանի մեջ։ Գալիս ասում եմ, ես այս բառը ուզում եմ այս նախադասության մեջ ասեմ, ինձ ասա ոնց է։ Դեռ ես չեմ հիշում այդ ոնց է։ Ես օրինակ որ նկարահանվում էի, ես միշտ օպերատորներին ու որ կար դերասաններից ասում էի, ժողովուրդ, եթե ես սխալվեցի, ոչ թե սխալվեցի որպես այնտեղ դիալոգ կամ բան, ոչ, եթե ես սխալ ասեցի, դուք ինձ անպայման ուղղեք։ Վայ, դուք չեք նեղվի, դեք բասի բոլորովին, որտեղ ես ասի այդքան լավ չեմ տիրապետում, իսկ ես իրավունք չունեմ սերիալում կամ որևէ ֆիլմում, որ նկարվում եմ, սխալ թույլ տամ ինձ։ Այս սերիալների նկարահանումներից ինչ կհիշեք։ Որ այդ կյանքի գինը նկարվում ենք, դե պետք է ասեմ Արամս։ ասում եմ Արամս։ Միջի հիմա Այդպես մնաց Արամը մնաց։ Ինձ մամ իրան որ տեսնած միջի հիմա տենց ես ասում։ Բոլորը այդ կերպարին հենց առամ էին ասում, չէ։ Նկարահանման ժամանակ հետաքրքիր դեպքեր չեն եղել։ Շատ են եղել։ Ինչի մասին կարեք պատմեք։ Շատ են եղել։ Եղել է որ մենք սենց յուպչկաներով, ես ու Իրան դերասանուին, նստած էինք սենց ասեք ռուսերեն, ասեք Ռուսերեն ասեք։ Нет, на кровати։ Մահճակալ։ Նստած էինք մահճակալի վրա, երկուսով սենց, ու երկու ընկերուհի խոսում Մենք էին։ հայրեն ասել։ Ու մենք յուպկաներով էինք։ Ու այդ րոպեին, այն ամենասենց թեժ պահին, որ սենց նենց շատ կարևոր բան էինք խոսում այդ րոպեին։ Այդ մահճակալը մատրասը ընկնում է ու մենք մեր երկուսի ոտերը սենց Օպերատորները ուրա։ Օպերատորները կչկչում ծիծաղում, ոչ կարող ենք բարձանանք, սենց մնացել ենք։ Ոչ մեկ չի օգնում։ Այս երկուսով ասում են ժողովուրդ կամ շուռ եկեք, կամ չգիտեմ, կամ մեզ մի ձևի օգնեք։ Չկան այդ կադրերը, բայց ոնց չեն ընկել համացած։ Իրականում Տիկին Դևանը սիրում է ընկնել։ Այսինքն ինքը սիրում է, ինքը միշտ հագնում է երկար կամ շոր կամ տաբատ ու երբեք չի կտրում։ Դա չնայած հիմա սկսել է կտրել։ Ինքը սիրում է հագնել երկար, ասել որ ես չեմ ընկնի, բայց գնում է։ Ես մի անգամ, ուրեմն ես ու եղբայրս նստած ենք մեքենայի մեջ, տատը ոնց որ դուրս եկավ խանութ։ Դա կատարյալ խայտարակություն է եւ դա ես միջև կյանքի վերջ չեմ մոռանա։ Ուրեմն ես տենց բան ունեմ, որ եթե հենց հիմա ինչ որ մեկը ստեղ ընկնի, ես անկեղծ շատ մեծ սրտով կուզենամ օգնեմ, բայց չեմ կարող օգնել, որովհետեւ ես սկսում եմ ծիծաղալ։ Անհնար է։ Ես պրոստը պատտվում եմ, սկսում եմ ծիծաղալ, վերջ ասում նոր կարա մոտիկանամ, օգնեմ արդեն այդ մարդը։ Այնտեղ վեր կացած է երևի լինում։ Ոչմ գնում ենք մեր համար, ես պատմեմ։ Դե պատմի։ Այդ որ դուք մեքենայի մեջ էիք։ ինչ են արել։ Ես անցնում եմ փողոցը։ Ոնց է շատ կարճ խանութ է, էլի դուրս եկել, ոնց է 3 րոպե պետք է դուրս գար ու հետ գար։ Շատ ու իրոք ու երկար տևեց այդ process-ը։ Ալեք Մանուկյանն էր։ Արդեն որ դեպի գալիս ես Տաշիր։ Նեղ փողոց է։ Մեքենան վարորդիս հետ կանգնած, Սոֆան եւ Գոգան նստած են մեջը։ Ես անցնում եմ, այս կոշիկներս տափակ հագել էի, տապատս երկար, ու ես այսենց կանգնում եմ վրան, եղել է որ տենց ոտը հանգարց։ Հա, իհարկե, Դու չես կարող ստեղ ոչ կոորդինացիա կօգնի, ոչ որ դու պարուի ես, ոչ բան։ Ես սենց ստոլբի նման, այսենց։ Ուղիղ ընկնում եմ, մի բանը որ հասցրի ձեռս։ Ես սենց պարկել եմ։ Տրասը, Սենց կանաչ լույսը ու տատան, սենց սունկես, վարկածը։ պայուսակս թրավ մի կողմ, պայուսակի մեջը նսախ թրավ։ Ձեռքս նայում եմ, այս երկու մատս նայեք, մի քիչ մնացել։ Չէ, հիմա կոտրված Երկու մատս դուս ընկած, այսենց, ու ես սենց պարկած, ու ասում եմ լավ, Սոֆա, այդ վարկյանները, Սոֆան Գոգան, չեն գա ինձ օգնում։ Ժողովուրդ եկել է, սապշորս հավաքում են։ Գիտեք ոնց էին նստած։ Չէ, բայց գիտեք ոնց էին, այսենք նայեք։ Չէ, ուրեմն այդ բանը մենք ինչ-որ բուրըն բան ենք քննարկում։ Ոնց որ ես ասում եմ, բա տատան ինչ եղավ, ինչա՞, պատտվում եմ, բայց որ տեսնում արդեն որ այդ ընկնելու ժամանակ եմ տեսնում ու ես սկսում եմ ծիծաղալ։
ու չեմ կարողանում մեքենայից դուրս գամ, որ օգնեմ իրեն։ Հիմա ես ու Գոգան նստած նենց ենք ծիծաղում մեքենայի մեջ։ Բայց ես հենց մոտեցա մեքենան, ինձ որ բերեցին ատեն։ Նենց լուրջ, այսպես նստել։ Այս սենց են։ Ոնց է մեկ տիպը չեք տեսել էլի, որ ինքը ընկել է, ոնց ընկել։ Շատ վատն է։ Ինքը շատ է սիրում ընկնել, խնդրում եմ այդ պիրոգիտ պատմությունն։ Նշանակում շատ է սիրում։ Ինքը կոնկրետ շատ է սիրում ընկնել։ Ինքը ինադու հագնում այդ երկար շորերը։ Մենք իրան տնից դուրս գալիս ասում ենք զգուշ չընկնես։ Ես չեմ ընկնի։ Սենց մի հատ նենց է քեզ։ Նենց հայացքով բան, ես չորանում ես տեղում։ Ես չեմ ընկնի, սենց աչքերով, բայց ասում ես օքեյ, մեկ է անցնում է եւ մի ժամ մեկ է տեսնում ես ինքը սենց այդ ընկնելու process-ի մեջ է էլի։ Երեք էլ չէ հարսանիքին։ Նենց է սիրուն հոգնված եկավ հասճաները, իջնելը ու սենց ընկնելը։ Լավ, բայց չընկավ, հա։ Բայց քո հարսանիքին։ Լավ, չէ, իմ հարսանիքին։ Նորմալ է, անցել է։ Իմ հարսանիքին վրոձի չես ընկել, հա։ Նորմալ է։ Սիրում է ինքը տենց ընկնել։ Մանե մի դեպք էլ հիշեցի, գիտես, շատ նենց։ Մի հատ կարելի է հազամ։ Այո, շատ գտնայես։ Դա էլ եք մսնելու հաղորդման մեջ, հա։ Որ ասում ես կարելի է հազել։ Մանեն բա դրա համար է կանչեկես։ Մանե, ուրեմն ես բարի պետականում դուս եմ գալի փորձից հետո, ապրում էինք Պրոսպեկտի, ես այն վաղտ Ադրի կար, չգիտեմ դու ջահել ես կհիշես։ Հա, ստեղից մեկը հիշեց։ Քորեգրաֆիկից զուգահեռ շենք էր։ Մեծերից մեկը հիշեց։ Դեպի Մատենադարան գնացող շենքը ես տեղ էի ապրում, 2 տարի տեղ ապրեցի։ Ուրեմն ես սենց գնում եմ, բարակ սենց ամառ, շոկ, սարսափելի։ Բարակ սենց շորի կա ու կարճ։ Ինձ անա կարճ։ Ուրեմն սենց փողոցը անցնում այն ժամանակ մեր փողոցները ժամը 5-ից 6-ից սկսում էին լվանալ։ Հենց մեքենաներ էին, սենց դեմը սենց մի հատ բաներ, ու սենց մեծ ստրոյայով փողոցները լվանում էին։ Գնում եմ տեսնում այդ մեքենան կանգնած է։ Մեկ էլ մի հատ այդ վարորդը գլուխը հանում է սենց հանում։ Շոկ հա։ Ասում եմ, այո, շոկ հա, ու սենց անցնում եմ։ Ասում է, ջրեմ, ում մտքով կանցնի, որ կարող է տենց բան անել։ Ասի ջրի։ Երեխեք որ չմիացրեց եք։ Ոչը ես մի մետր թռա։ Այս աչքերը զգացի իջան ներքև, սա տուշը։ Սենց շորս կպել է, ոնց որ ես տկլոր լինեմ։ Դրա հատուկ է ջրեբը։ Ու այն ժամանակ մենք Ամերիկայից բարիկներ էինք բերել Արցախի։ Շատ մոդա էր։ Դու որոշել էիր այդ օր այդ բարիկով դուրս գալ։ Հա, չգիտեմ ինչի էի որոշել։ Ու այդ բարիկը ուրեմն այդ ստրույայից այդ բարիկը սենց ծռվել է։ Դե այն վիճակը պատկերացրեք, ես տենց կիսամերկ անհասկանալի դեմքով կանգնած եմ սենց ու ջուրը սենց կաթում է վրից։ Բայց իրա միացնելը ինքը չէր սպասում երև, ինքն էլ չէր սպասում։ Ինքը անջատեց մի անգամից, բայց արդեն շատ ուժ էր։ որ չիջավ մեքենայից, մեկ էլ սենց արեց։ Սոֆի Դևոյան։ Ասի, ես եմ, սենց արեց։ Սենց ա եղել նոր ճանաչել ա որ Սոֆի։ Զգացի որ ծռվել ա, որտեվ ստեղ էր հասել, սենց դզեցի։ Ասեց, խնդրում եմ, ես ինչ անեմ ձեզ համար, ասում ա, որ մի ձևի ձեր սիրտը առնեմ։ Սա ես ինչ շատ վատ եմ զգում։ Նստեք ես ձեզ տանեմ։ Ոյոս, ավելի վատ չէր կարա լինել։ Ջրեցի քերիկ չի, հիմա ինձ այս մեքենայով տանեք տուն, այն ժամանակ էլ մարդիկ սիրում են նայել, ում հետ եկավ։ Հիմա էլ են։ Հիմա չգիտեմ, հա, ասի մնում է այս մեքենայից իջնեմ, ասեն, տեսակ Սոֆի Դևոյան ինչ մեքենայով արդեն տուն գալի։ Հիմա այդ մարդը ասում է, գիտեք ինչ։ Ես մի բան եմ մտածել, ես դա անելու եմ, ասե նորից պետք է ջրեք, ասե չէ։ Ձեր հարևաններին կջրեմ։ Ձեր տախալիները բերեք լվանա։ Ես բարձացա սենյակ, բարձացա տուն, այդ մարդը գնաց, Մանե ջան, ուրեմն այն ժամանակ բարի պետականը ամեն ամիս մենք ունենում ենք 15 համերգ, 15 պարտադիր, ու հենց այդ օրը ես համերգ ունեի, ուրեմն ես պարում եմ, պարս վերջացրեցի,
Մեկ էլ տեսնեմ մի հատ փունջ ա վեր կենում, ծաղիկների փունջ, մարդը չի երևում։ Այս այդ փունջը գալիս է, բարձանում է բեմ, որ ծաղիկները դնում է, ես տեսնում եմ այդ ու նստում է սեն ծնգի։ Նստում է ծնգի ու ասում է, ես խոստացել եմ, ես չգիտեի ինչ կարող եմ անել, որ մի ձևից այդ վիճակից հանեի, որ դուք ինձ լավ հիշեք։ Ներեիք ինձ։ Հա, ես ամեն համերգին, ուղիղ մի տարի բերելու եմ ձեզ ծաղիկներ ու նստելու եմ ձեր առաջ գալու եմ ծնկի։ Հիմա այսքանը խոսում է, չէ, Վանուշ Գերասիմովիչ նստած է միշտ լինում լոժայում։ Համերգից հետո իհարկե ես շնորհակալություն ասի, դա մտածեցի լավ մարդ է կբերի ամոթ մի տարի։ Եկավ ասեց Սոֆա ջան, ինչ շատ հետաքրքիր է։ Այդքան ինչ էր խոսում։ Դիսերտացիա էր գրում, դիսերտացիա էր, այդքան ինչ էր պատմում։ Նոր ես Վանուշ Գերասիմովիչին պատմից այդ պատմությունը։ Բայց բերեց 1 տարից։ 1 տարի ուղիղ այդ մարդը այսին ծաղիկով, ես էլ մենապարուհի էի, մի օր սուսերով պարեի պարում բերում էր, մի օր գնչուական էի պարում բերում էր, հարաբղի եղում։ Ամեն համերգին մի տարի ուղիղ, մի տարին լրացավ, ինքը համերգից հետո մոտեցավ ինձ ասեց, ես իմ պարտքը կատարեցի, մի տարից լրացավ։ Եվից բան սրտի բանը սպասել էր, որ այդ մի տարի լրանը։ Ոչ աշխատավարձը ասել է։ Մի օր էլ հիշում եմ, էլի կապված է համերգի հետ, ես պարեցի Ղարաբաղի եղնիկ, սենց վերջում ես սենց կանգնում եմ, այսեն։ Լինում է, որ բեմի վրա ծիկ է լինում, դու դա իմանաս, որտեղ ժպտում ես, ուզում ես ժպիտը հետ բերես, ժպիտը հետ բերես, չի ստացվում, հա։ Հիմա ես պարես, այնվաղ շատ հայեր էին գալի տուրիստներ։ Հա։ Շատ էին գալի։ Զբոսաշրջիկ հայերը դրսից։ Ես սենց պարեցի հայացքը սենց, իսկ ես չեմ սիրում, երբ որ դու նայում ես պարելուց, պետք է մի տեղ նայես, չեմ սիրում սենց վազող աչքեր, ու ես սենց նայեցի այդ րոպեին մատս, սենց եղավ ու նայում եմ իմ մարդուս, ու մատս էլ սենց, որ ես իրան կանչեմ, արագ ձեռս իջացրեցի, պակլոնը տվեցի, համերգը վերջացավ, այդ մարդը եկավ ասեց, բարև ձեզ, եկել եմ, Տիկին Դևոյան, ես եկել եմ, ասի կներեք չհասկացա, ասմա դուք որ պարը վերջացրեցիք, ինձ մատով կանչեցիք ասմա, ոյ ասի գիտեք 1000 անգամ կներեք, այդ պահին չգիտեմ ինչ եղավ, ասի տխրել է հիմա, իրականում, բայց չէ ինչ լավ է որ տենց ստացվեց, ես ձեզ մոտիկից վայելեցի, ասմա մոտիկից տեսա, երջանիկ է եղել այդ պահին, երջանիկ, Շատ լավն է ծիկը։ ասի ինչ ասես չլինում դեմ։ Դու համերգներից ինչ կհիշես, հյուրախաղերից։ Շատ հարսի պարեր եք բեմադրում երկուսդ էլ։ Ոյ չէ, հարսի պարերին այդ ծիծաղալու բաներ չի լինում։ Այնտեղ սաղ ստրեսային վիճակ, սաղ ստրեսային վիճակ են ապրում։ Բոլորը շատ sense պատրաստված են մոտիկանում այդ հարցին, դրա համար ծիծաղալու բաներ հաս։ Չէ, բայց լինում է պրոստը այդ շոտ ամոթա պատում։ Պատմի, անունները մի ասա։ Ուրեմն, նավ, այս բայց իմ հետ կապված չի այս պատմությունը, պրոստը մեր խումբը երբ որ բարել է, դրա հետ է կապված։ Պրոստը իրանք որ ստեղ լինեին, ավելի ծիծաղալու կպատմեն, ես ինչը կհիշեմ, այդ կպատմեմ, գնում են հարսանիք։ Ինչ որ մի գյուղում հարսանիքը, գյուղի ժողովուրդն է ամուսնանում, ինչ որ աղջիկ է ամուսնանում, թե գյուղից էր աղջիկը, թե տղան էր, ոչ ինչ որ սենց մի հատ վիճակ է, սենց տնավարի հարսանիք է, էլի, որ սենց ով ինչ կարծել է, տնից հարսանիքին բերել է, արել է, դե հիմնականում, որ պարում են հարսի պարը, ծուխ են տալիս, սենց հետևից, սև շորով, սև մայկով, տղա է լինում, որ չերևա, ինքը վիդեոն չփչանա մաքսիմալ բան, սենց սիրուն։ Ոչմ, չգիտեմ ինչ է լինում այդ հարսանիքին, ոնց որ այդ տղան դառնում է տատիկ։ Այդ հարսանիքի ծուխ դնողը տատիկ է լինում, չգիտես ո՞ր, տունը տածխի ապարատ։ Այդ ես էլ չգիտեմ այդ պատմությունը։ Անկեղծ։ Ու ոնց որ երկու հոգի են լինում, Բայց ծուխի ապարատ լինում է։ Հա, ինքը իր ծխի ապարատով գալիս է։ Չգիտեմ, իրանն է տնից է բերել, չգիտեմ։
վարձել եմ միտեղ։ Այսինքն ընտանիքի տատիկը չի, այլ այդ գործով զբաղվող տատիկ։ Այո, այդ գործով զբաղվող տատիկ չի, եմ կներեք, եթե դուք այդ գործը միջև մոնում։ Ունեմ եք այս հաղորդումը։ Անուն բան չեմ տա, բայց այդ պահին ոնց որ գիտեն էլի, ասենք այս նոտայի վրա պետք է կուլմինացիայի ժամանակ ծուխ տան։ Ինքը շատ սենց բան լուրջ ամոտիկանում այդ գործին, որոշման մեջտեղով այդ ծխի ապարդը սենց քշելով ու գոռում է այն մյուսի անունը, որ տիպը մտանք էլի, հիմա այդ պահն է ծխի։ Երկուսով Բարի ժամանակ տատիկն է, պատկերացնես ոնց հակած կլինեմ, բան հաստատ Ուզում եմ տենամ այդ վիդեոն։ Ես եթե բան իրի կգտնեմ, քեզ կուղարկեմ, կդնես այդ։ Պրոստը մաքսիմալ փակած իրանց, չգիտեմ։ Ու սենց իրանք սենց շատ լուրջ մոտիկանում են այդ գործին, էլի, սենց գոռում են մտանք։ Ու սենց երկուսով այդ ծխրապ։ Ու դու պատկերացրու աղջիկները չեն կարում պարեն, ծիծաղում են։ Հա իրականում մեկ-մեկ լինում է։ Ну, հիմնականում մենք փորձում ենք զսպենք էլի մեզ այդ բան, բայց այնց բաներ է մեկ-մեկ է լինում, որ դու պրոստը նայում ես կողքին տեսնում ես ինքը մեռել է այնտեղ, էլ չկա ինքան արդեն սենց է լինում պարելուց, որտեվ չի կարող իր ծիծաղը զսպի։ Հա, ու դու էլ ես սկսում ծիծաղալ, ու վсё, այդտեղ պրավալ է գնում, բայց չհարցի պարին երևի այդ միակ բանն է, որ տենց հիշում են մինչև մայրը։ Վանուշ Խանամիրյանի հետ կապված պատմություններ չկան։ Կամ Վահե Շահվերդյանի մեծերի։ Դե հիշում եմ, որ ինքը միշտ ինձ հրավիրում էր, ինչ որ յուբիլեյնի համերգա, ուզում էր ես ներկա լինեի, կամ պարի, կամ թատրոնը պարեր։ Հետո երբ որ այնտեղ համերգներ էինք ուզում նշանակենք որևէ օր մեր համերգա, ինքը ինձ կանչում էր, ես շատ էի սիրում այդ օրերը։ Կանչում էր, մենք երևի նստում էինք մի ժամ, 2 ժամ իր կաբինետում ու խոսում էինք։ Ինքը այնքան իր ներքին այնքան հարուստ էր, այնքան հետաքրքիր անձնավորություն էր։ Ու մի օր ուրեմն ասեց Բաբկեն Ներսիսյանին նվիրված, ասեց համերգ եմ դնում, կգաս կպարես քո Սայաթնովան։ Ասի կգամ, եկա փորձի։ Նկարը սենց պատի վրա ես կանգնել եմ, երաժշտությունը միացնում է, չեմ կարող պարեմ։ Ասում եմ, բայց Սուրեն, չկարելի է ես առանց երաժշտության պարեմ։ Ինչ էր եղել։ Չգիտեմ, ասեց ոնց առանց երաժշտության, այ սենց ասի, կանգնեմ ու ինչ ուզենամ անեմ բեմում, առանց երաժշտության։ Ասեց հիմա կցույց տաս, ասի չէ։ Ասեց լավ, ես քեզ վստահում եմ։ Ուրեմն ես կյանքում իմ Սայաթնովան տենց չեմ պարել։ Ես երդվում եմ։ Չկար երաժշտություն, կար լռություն։ Ու որ ասեմ 3 ու քանիս է այդ պարը տևում, ոչ մեկը դահլիճում անգամ չհազած։ Այդ լռության մեջ ես պարեցի, վերջում շուռ եկա դեպի այդ պորտրետը, այդ մի հատ խոնարհվեցի, ու ես աչքս ընկավ Սուրեն Շահվերդյանին, ինքը զգացի, որ ինքը սենց սկսել է այս պոզայով, ու սենց մնացել է։ В общем, тут аплодисменты, все такое. Դուսեկա ասեց, մենակ դու տենց բան կարող էիր անել։ Ասեց, դու ես խոսք չեմ գտնում։ Հետո երկը շատ խոսեցինք դրա մասին, Բայց վաու, իրոք ինչ է կարել։ Ես չէի լսել այս պատմությունը։ Իրոք հետաքրքիր էր շատ, ես էլ չէի պատկերացնում, բայց ես իմ վիճակն եմ հիմա հիշում միշտ, թե ինչքան վրասմենոտ, ես սենց ազատ էի, ոչ մի բան ինձ չէր պահում, որ ստեղ պետք է, ես ընդհանրապես իմպրովիզ եմ անում, բայց ստեղ չեմ կարող։ Ամբողջությամբ իմպրովիզ եք արել։ Հա։ Ու միշտ մտածում եմ, ես կարող եմ մի անգամ էլ դա կրկնել, բայց երևի թե չէ։ Գուցե զգաք կրկին ու էլի անեք։ Չգիտեմ։ Հիմա էլի փորձերի շրջանը Վանուշ Գերասիմովի հետ կապված ասեմ, որ իմ ու իր հարաբերությունները նենց հետաքրքիր էին։ Ինքը ինձ հետ շատ մեղմ էր միշտ։ Հա։
շատ ինքը իմ վրա երբեք չի բղավել։ Ես չգիտեմ, միգուցե ես իրան շատ հարգում էի, բայց ինքը շատ հետաքրքիր անձնավորություն էր իհարկե։ Հենց ջղայնանում ասում քարկտիկներ։ Հերիքա այսինք ձևի եք պարում այ քարկտիկներ։ Ու տենց լիքը բաներ, շատ։ Գալիս էինք օրինակ գնում էինք քաղաք Բրած գնացքով էլի։ Անձրև, քամի, սենց արեց։ Երեխեք ջան, հենց կմոտենաք, արևը դուրս կգա։ Ու իրոք այդպես էր լինում։ Ես երևի իրանից եմ սովորել։ Հա, ես եզում ասեի, Տիկին Դևանը ինչ ասում է, նույնությամբ լինում է։ Ամեն ինչի վերաբերյալ, ամեն ինչի։ Ինքը ասում է, այ հիմա որ գալիս էի մեքենա, ասում էի տատան հետս էներ, կասեր հիմա ստեղ $100-անոց տեղ էսա իմ համար կբացվի ու բացվում է միշտ։ Դու ասեցիր բացել։ Հա, ասի հեսա տատան հետս չի, բայց ասեմ միած ես գալիս եմ դոբրի իմ համար, տեղ չկա մի կրուկրեցես հեսա $100-անոց տեղ է։ Մի լավ բան ասեք, էլի։ Հա, մոտ տենց է։ Մանեի համար մի բան ասա տատ։ Ու Վանուշ, կստացի Վանուշ Գերասիմիչն էլ, մենք մոտեցանք այդ տենց անձրև բան, Բացվեց։ արև։ Մի անգամից գնացքը կանգնեց արև։ Վաու։ Այդ գնացքը կանգնելու վրա էլ։ Ես շատ սիրում էի Ալեն Դելոնին, առիթ ա եղել, որ դաժե Փարիզում ինքը ինձ ծաղիկ անվիր է, շատ պատահական, հա։ Պատահական։ Շատ պատահական։ Մենք Շանզելիզեի վրա ընկերուս հետ սենց ման ենք գալի, որ չտեսա ինքը գալիս, դե մի հատ կաֆե կար, որ ինքը հաճախ ես չգիտեի դրա մասին, հետո իմացա։ Ու այսքան մոտիկ, երեխեք դուք չեք պատկերացնի ինքը կյանքում ավելի սիրուն էր։ Իրա մաշկը, աչքերի կապույտ, это прямо я не знаю, как Մենք քարացանք պրոստ, դե չէ, լավչիկներ էինք։ Ինքը մտավ մի րոպե չտևեց, մի րոպե։ Հետ եկավ մի հատ վարդ ձեռը։ Այսնից մեղքեր են գերուից բայց։ Մի հատ վարդ։ Եկավ ինձ նվիրեց։ Ուր այդ վարդը։ Հա։ Իրոք, ինչի՞ չեք Ուր այդ վարդը։ Պատմեմ։ Հա։ Եկա պատմեմ։ Ճարպի մենք բացը։ Նվիրեց ու մենք երկու օրից արդեն թռնում ենք Երևան։ Տվեց, սենց խոնարհվեց, ձեռքս համբուրեց, ասեց տղա ժոլի։ Ու գնա։ Ինչ ասաց։ Красота, такая красивая, очень красиво. Կարա՞ր։ И я стою вот так вот. Ու նվիրել ես ընկերուդ Вот так, այդ и վարդը։ стою. Света нас, Софа, может быть, пойдем? Я говорю, да, пойдем. Это ինչի հիշեցի։ Կմաստու։ Это ինչի հիշեցի, այդ գնացքը, որ ասում եմ Վանուշ Գերասիմիչ, որ գնացքը ասեցի, այդ որ ինքը ասեց։ Հա։ Արևա, ուրեմն այդ սաղ ճանապարհը ես խոսում եմ, какой он красивый, какой он талантливый, Ալեն Դելոնից բան, ասում եմ, այնտեղ մի հատ Գագիկ Կարապետյանի բոլոր գիտեք, իր կինոայդան, հա, նստած խոսում ենք, ասում, այդ ասում, պատկերացնում ես հիմա սենց իջնենք, դռները սենց բացվեն, պիրոնի վրա, դե Բրած քաղաք, այնտեղ այնքան շատ ալկոգոլիկներ բաներ կային, դուրը ու Ալեն Դելոնը կանգնած, Ու ինձ վարդն ու մենք մոտենում ենք, մի հատ կեղտոտ, Ալեն Դելոն։ խմած, սենց շոյրը Куда это поезд двигается? Не скажете, девочки? Այս այդան սենց է, էս էր Ալեն Դելոնը, վայ մամա, չգիտես չքան ենք հետո, ամեն անգամ որ տեսնաս այդ հիշում ես, որ ասել, էս էր քո Ալեն Դելոնը, Բայց այդ մինչև Ալեն Դելոնին հանդիպելներ, թե հետո։ չեմ հիշում Կարող տենց ծրագրել եք ուղղակի ուրիշ բան։ Ծրագրել է։ Просто որ հիշեցի այդ երկու բանը մի Ես անգամ ուղարկե եկավ ինֆորմացիան աչքիս ուշահետ։ առաջ։ Հա, տենց է իր մոտ։ Так что երևի Վանուշ Գերասիմիչ եմ Հա, Գերասիմովիչ եմ Բայց սովորել աղիք տենց։ ուրա։ Հա? Հա, չպատմեցիր, ծաղիկ ինչ ես արել։ Ծաղիկը, այդ ժամանակ երբ որ եկա, ես Փարիզից եմ Մեր տանը տպավորված, որոշեցի, որ մեր տունը պետք է ռեմոնտ անենք։ Ու երբ որ ռեմոնտ անում էին այդ վարդն էլ ես սենց պահել էի։ Չորացրել էիր։ Այնտեղ բալկոնում մեր այդ ով որ աշխատում էր, ասեցի խնդրում եմ, այդ զամուրու այդ ռոզու պատի մեջ դիր, բայց ինքը երևա։ Ու ինքը այդ վերջում բալկոնում տենց էլ
Հիմա այդ տանն է, նախորդ տանն է։ Նախորդ տանն է մնացել, չգիտեմ մա։ Ով ապրում է տանը։ Չգիտեմ։ Դե շատ շուտվա տուն է, էլի։ Այդ շատ Եթե ձեր բալկոնում կա վարդ, դուրս եք։ Ալեն Դելոնի այո։ Դա շրջանային Լուրջ գտնվի, չէ՞ մեկը։ Լավ, եկեք Զարայից, Վանյայից, Հովանեսից պատմենք։ Բամբասենք մի քիչ։ Քանի ստեղ չեն, դավայ տատ։ Քանի դու ունես հնարավորություն։ Վանյա Զարայ լուրջ թեմա է։ Ահա։ Ծիծաղալու։ Շատ լուրջ թեմա է։ Ծիծաղալու։ Զարայից կապված մենակ հիշում եմ, որ ես բալկոնում կանգնած էի, նենց մի հատ քամի սկսվեց, որ երևի մի երկու անգամ եմ տենց բան տեսել, երեխեք այսպես ես զգացի այս վիխրը, ես ընկա այդ բանի մեջ ու ինձ քամին տանում։ Զարոն եկավ։ Տեսար ով է քեզ փրկել, հետո էլ չասես։ Չէ, մի հատ կլսես ով է փրկել։ Ոչ։ Մի րոպե։ Ու ես զգում եմ, որ քամին ինձ տանում է, բայց նենց դաժե ձայնն էր սարսափելի։ Այդ րոպեին, որ ինձ արդեն քամին, ես զգում եմ բալկոնից պետք է տանի, правда, я попала в водоворот։ Մաման այսենց ինձ բռնեց։ Ում մաման, իմ մաման։ Սոֆի։ Իմ մաման։ Հա, բայց այսենց ոնց քաշեց չէ քո մեզ։ մաման։ Այս բաբուլեկ, մայա մամա, բաբուլյա ենք իրանց ասում, եկավ ասում Զարա ջան, բայ իմացար բալես։ Սոֆային ոնց փրկեցի, քամին տանում էր։ Լավ էլի բաբուլա, դե լավ էլի, տանում էր թո տաներ էլի, տանում էր էլի։ Չի բռնեց։ Դու էլ հույզում Ես էլ Զարան, ահա։ Հա, իրականում մաման բաբուլի հետ շատ մոտիկ ընկերուհիներ էին իրանք։ Հա։ Բաբուլը մեծ էր, մաման բանը, բայց իր ամենահավատարիմ կոֆեի ընկերուհին էր։ Հա։ Հա, տատայի հետ չէին խմում, իրար հետ մեկը ինչպես է։ Մաման вообще մեծ լումա ուներ իմ թատրոնի շորերն էր կարե։ Հա։ Ինքը երկու մասնագիտություն էր, համ բալերինա էր, համ գիմնաստկա էր, համ էլ ստոմատոլոգ էր։ Ու ինքը շատ շնորհքով էր ձեռքից։ Առաջին պարուհին էր։ Հա, ու ինքը շատ ընկերություն էր անում միշտ թատրոնի հետ, գալիս էր աղջիկներին նկատողություն էր անում, ուղղում էր։ Այնց մեծ կին էր արդեն, բայց այնց այսպես մեծ ձիգ մեջկով էր նստում, որ դու էլ էիր քաշում, ասես հիմա դու չեմ մեծ ձիգ մեջկով չեմ կարողանում ճիշտ ասել։ արդեն ողնաշարը։ Բայց գիտեք, շատ պետք է հաճախ հանդիպենք։ Ուղիղ նստելը շատ ճիշտ է, դու այդքան շուտ չէ։ Ես թվում է, որ դու հոգնում ես, բայց իրականում չես հոգնում, որտեվ չէ։ Դե ոնց է որ սենց նստես, պարզ է մի անգամից։ Հա, բայց պետք է աշխատես եւ տենց քայլել, եւ տենց նստել։ Այո, բայց այսքանով Զարայի եւ Հովանեսի թեման չենք փակում։ Ման են ուզում որովհետեւ ես պատրաստել եմ հատուկ փուլ նվիրված։ Վաու։ լուրջ է։ Հա։ Ital Solar. Ժամանակն է ստանալ ավելին։ Ես ես կտամ Զարայի եւ Վանյայի Հովանեսի նկարները ու հարցեր կտամ, դուք կբարձրացնեք այն նկարը, Հասկաց։ բայց ճիշտն եք պատասխանում, դուք որպես ձեր որդի եւ հարսիկ, դու որպես քո Այո, ծնողներ։ մայր եւ հայր։ Մայր եւ հայր։ Ով է ավելի ընտանիք edition։ Ինչ էլ սիրուն են երկուսն են։ Ով է ավելի սիրուն։ Այս հարցը չէի տալու։ Պապաս։ Փորձ։ Որտեվ ես պապային եմ նման։ Դժվար հարց է տալու։ Չէ, այդ հարցը չեմ տալու, դա պրոստը փորձնական։ Ան մենք սյոմքի ենք հդու Դե ամեն մամայի համար իր տվեն այս հարցը հեչ մանե հարց չէ։ Իմ մամայի համար էլ է իր տվեն ամենասիրուն։ Ասիր պապան։ Ասիր պապան է սիրում։ Չէ, ասեցի մանե հարց չի։ Հա։ Մանեն տենց հարց չէր տա։ Չէ, ես ընտանեկան հարցեր եմ տալիս, իվարկյան։ Նրանցից ով է ավելի համբերատար։ Էս կոմցից դուր տատ։ Այ ես էլ եմ պապայի։ Հովանես։ Մամ կներես։ Ով է ավելի խիստ։ Մամ կներես։ Ով է ավելի շուտ արթնանում։ Հա։ Հիմա այ չգիտեմ, ես իրաց տնից չեմ։ Իրավիճակը։ Զարան արթնանում է, բայց Զարան սիրում է պարկել, կարդալ, Կիստրություն ինչ-որ մի բան եւ ավելի ուշ է վերկենում, ուղղակի որպես ոնց որ Լավ, դա արդեն արթնանում է, ասել բայց ես։ ուշա վերկենում։ ուշ է վերկենում։ Իսկ ով է նրանցից ավելի շատ տանը լինում։ Ոչ մեկ։ Ոչ մեկը։ Իրականում ոչ մեկ։ Մենք տունը չենք հանդիպում։
Եթե շաբաթ կիրակի չի, որ տրադիցիա է մենք ընտանիքով պետք է միասին լինենք, ոչ մեկը։ Եղավ, ուղեք այդ սխալը, քիչ աշխատեք։ Իսկ ով է ավելի շատ աշխատում։ Օ, երկուսն է։ Շատ դժվար հարց է տալիս, լրիվ երկուսն է։ Ով է ըստ ձեզ նրանցից ավելի հումորով։ Պապաս հումոր լավ չի հասկանում։ Չէ, լավ, ունի։ Ինքը չի սիրում, պրոստը վատ անեկդոտն է։ Հա, ինքը չի սիրում, բայց այնպես մի հատ անկաբանի վրա կարող է իրան պրոստը բացի, որ վсё, մենակ ինքն է ծիծաղում։ Իսկ նրանցից ով է ավելի կազմակերպված։ Օ, այստեղ վերջապես տարբեր կարծիքներ։ Դե իրականում գիտեք, Զարան շատ կազմակերպված է։ Բախես պապային կանած։ Բայց Վանյան էլ է կազմակերպված։ Հա, բայց ավելի, չգիտեմ, ինձ թվում է մաման։ Շատ Դե դու որպես դուստր ես ասում, ինքը որպես մաման։ Հա, էլի, կողմնապահություն է անում։ Կիստրություն։ Իսկ պատրաստում են, խոհանոցում լինում են։ մեկ Մեկ մաման, Ով, ուզում եմ ասել, ով է ավելի տատայի նկարը եթե կա տատան։ Հա, դե տատան արդեն Հա, տատան սիրում է շատ ենք պատրաստել։ լսել ձեր խոհարարական հմտությունների մասին։ Հա, մաման լավ սալատներ է սարքում ինքը։ Ոչ նեղաներ։ Իսկ նրանցից ով է ավելի արագ նյարդայնանում։ Ահա։ Հա, ինձ էլ է թվում որ։ Իսկ ով է ավելի ուշադիր։ ում հանդեպ։ Ձեր, յուրաքանչյուրը ձեր հանդեպ։ Հա, իմ հանդեպ, չէ, երկուսն է։ Լավ ճիշտն ասել։ Չէ, իրոք երկուսն է։ Երկուսն էլ շատ ուշադիր են։ Այ տատայի հանդեպ բոլոր ընտանիքն է ուշադիր։ Ну, մի քիչ Վանյան ավելի, որտեվ կազերոգ է։ Չէ, մաման Զարճկաս, կազերոգ է։ Մենք տանը կազերոգներ Վանյան օրինակ պարտադիր, այո։ մանեջան, կգային ամեն առավոտյան, կպաչի, քնելուց կպաչի։ Հա, պապան շատ լասկով Հա, է։ ինքը Իմ եղբոր պես։ ավելի շատ է։ նենց տակ է։ Զարան կարող է ներքուստ է տենց, բայց կարող է ցույց չտա։ Իրականում մեր տանը ես, մաման, պապիկը, կազերոգ ենք, մենք այ տենց ենք սենց։ Մենք էլ իսկ ինքը Էմոցիաները չեք կարողանում։ Գժվացրել եք մեզ, գժվացրել եք։ Տատան, պապան ու գոգան շատ լասկով են։ Իրան երեքով շատ սենց գոն գրկեն անընդհատ սիրեն քեզ, քո համար ինչ որ հոգ տանեն, բան, իսկ մենք սենց լուրջ դեմքով երեքով կարող նստենք։ Դա նրանցից ով է ավելի շատ սիրում նվերներ ստանալ։ Հա, բայց չէ, պապը ստանալ պապան երևի։ Իսկ նվիրել։ Եսիմ։ Երևի մաման։ Երևի մաման։ Ով է Պապան շատ է ոգևորվում նվերներ։ Իրանք ասեմ, իհարկե հեշտ է եթե մանեջան, եթե ազնվոր են, իրանք երկուսով են միշտ նվերներ առնում։ Միշտ չի եղել, մեկ առնի, մյուսը չէ, բայց տեղեր կա, որ օրինակ կնոջ համար նվեր պարզա զառճկան պատի։ Տղամարդու երևի Վանյան ավելի հենց չի որ։ Անցանք բարդ հարցերին մի քիչ։ Ում հետ եք ավելի հաճախ վիճում։ Չեմ Չէ, վիճում։ հո, Չենք վիճում մենք։ Վիճում։ Դե լավ, դու որպես աղջիկ անհնար է վիճած չլինել։ Չէ, մենք իսկական Օրինակ առաջ կարող է մամայի հետ, բայց հիմա մենք չենք վիճում։ Դե հիմա բարձ է, լավ, այն ժամանակ որ իրանց հետ էր ապրում։ Մամայի հետ։ Ոչ թե վիճում, այլ sense բանա վիճում։ Բանն է վիճում։ Վեճ չգիտեք, Անհամաձայնությունն է։ Արի, կարող է չհամաձայնել։ Մաման ծեծում էր բանով։ Ում հետ ավելի հաճախ չեք համաձայնում։ Երևի որ Վանյայի հետ միշտ աշխատանքային է, երևի Վանյայի հետ, Այդ մամայի նկարն է, Ոյ, ներեք։ բայց տեսար սիրտը գնաց մամայի նկարի։ Չէ, Զարա հետ են չեմ վիճում։ Երևի Վանյայի հետ, բայց այն էլ գալիս ենք համաձայնության, միևնույն է։ Բայց Կարող է եթե ես ասեմ, չէ, ես նայք ասում եմ, չէ, ես պետք է դպրոց առնեմ։ Ես ասում Վանյա ջան, ժամանակը չի հիմա, չէ ասեց, ես պետք է դա անեմ, որովհետև հեսա էլի մեզ կասեն դուրս եկեք, վարձակալեք, չէ, այդտենց բաների համար կարող է վիճենք, բայց լինում է, որ չեք խոսում մի քանի ժամ։ Չէ։ Ափսոս 7 հարց դուրս եկավ։ Իսկ այդ որ տարիքում ենք արդեն բոլորս որ 5 տարեկան չենք որ Զարայից եւ մեղանանք։ Հովանեսից ով է ավելի ռոմանտիկ։ Ինչ եք նկատել դուք։
Ոչ մեկ, իրանք ոչ մեկ ռոմանտիկ չեն։ Ինձ համար Վանյան։ Պապան ոобще ռոմանտիկ չի։ Չէ։ Ոչ է մաման է ռոմանտիկ բաներ էր անում, հա։ Դե մեր հայտնվելուց իմ համար ոչ մաման է ռոմանտիկ, ոչ պապան։ Իսկ խանդոտ է։ Ոобще։ Մեր տանը իսմա ոչ մեկ խանդոտ չի։ Խանդ։ Գոյություն չունի տենց։ Հա, մեր տանը 0 է այդ։ Լավ, հետ կանք են առաջին հարցին, ով է ավելի սիրուն։ Ով ինչ։ Դե հարցնելու բան չկա։ Կատակ եմ անում, մենք էլի խաղեր ունենք, անցնենք առաջ ու խաղանք թե։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, հիշեցնեմ, որ մեր գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը։ Տարեկան 6 fast track ծառայության հնարավորություն, տարեկան 6 մուտքի հնարավորություն launch key, տարեկան 1 GB ինտերնետ roaming-ի հնարավորություն։ Իդեպ գրելով Արարատ բանկի Facebook-յան էջին կստանաք քարտային խորհրդատվություն ու րոպեների ընթացքում araratbank.am կայքի միջոցով կարող եք առցանց քարտի պատվեր գրանցել։ Աշխարհով 1 հավաքեք նոր հիշողություններ Արարատ բանկի հետ։ Այս արտիստներից միայն մեկի մենահամերգի պարերը պետք է բեմադրեք դուք։ Դուք եք ընտրում ում մենահամերգի պարերն եք բեմադրում։ Արման Հովանեսյան, թե Մարտին Մկրտչյան։ Ցակասի։ Ում անունն էլ տամ, մեկը պետք է նեղանա։ Բայց Երևի Արման Հովանեսյան։ չեն նեղանա։ Չեն նեղանում։ Հուսով եմ։ Ինչ լավ է։ Երկուսն էլ սիրում եմ։ Բայց եւս 10 անուն դեր կա։ Արման Հովանեսյան, թե Անդրե։ Անդրե։ Անդրե, թե Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան, թե Սարոթ Հովմասյան։ Երևի Արսեն Սաֆարյան։ Արսեն Սաֆարյան, թե Էրիկ Կարապետյան։ Էրիկ։ Ինքը շատ հասիրում Էրիկի։ Էրիկ Կարապետյան, թե Արսեն Գրիգորյան։ Խուճուճ։ Լավ է, պարում։ Բայց դավայ ուրեմն Չէ, ճիշտ է պատասխանը։ Չէ, դու պատասխանի, խո մանեն չի բեմադրելու։ Էրիկ եւ Էրիկ, թե Արսեն։ Ճիշտ է, Էրիկն է, Էրիկին ընտրի։ Էրիկին ընտրեցի։ Դե մի հատ է ընտրի։ Էրիկ, թե Արամեն Պետրի։ Արամեն Պետրի։ Արամեն Պետրի, թե Ռազմիկ Ամյան։ Ռազմիկ Ամյան։ Եվ վերջին հարցը, Ռազմիկ Ամյան, թե Թաթա Սիմոնյան։ Թաթա Սիմոնյան։ Թաթա Սիմոնյան։ Սիրում բարեր կլինեն։ Գիտես, նույն հարցը քեզ եմ տալու, բայց այլ արտիստների անուններով։ Այս արտիստներից ում մենահամերգի պարերը կբեմադրես դու։ Ոչ թե Տատան, այլ դու։ Դավայցինք։ Հասմիկ Կարապետյան, թե Ալա Լևոնյան։ Հասմիկ Կարապետյան։ Հասմիկ, թե Սոֆի Մխեյան։ Սոֆի Մխեյան։ Որովհետև Սոֆի։ Այո։ Սոֆի Մխեյան, թե Սոնա Սարգսյան։ Մոսկվայի Սոնա։ Չէ, Սոֆի Մխեյան։ Սոֆի Մխեյան, թե Սրփուկ։ Սրփուկ։ Սրփուկ, թե Ռիփսիմե Հակոբյան։ Սրփուկ։ Սրփուկ, թե Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան, թե Իվետա Մուկուչյան։ Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան, թե Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան։ Եվ վերջին հարցը, Սոնա, թե Զարիբաբան։ Զարիբաբան։ Սոնա Ռուբենյան, թե Բրյունետ։ Բրյունետ։ Ահա։ Հետաքրքիր պարեր կլինեին։ Այո։ Էլի խաղեր ունենք Տիկին Դևոյան։ Մեր հաղորդման գործընկերն է Ital Solar-ը, որը մշտապես ունի շահավետ առաջարկներ եւ նվերներ։ Մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Ital Solar-ի ձեռք եք բերում 10 եւ ավելի հզորությամբ արևային կայան, ստանում եք նվեր iPhone 17։ Սա ոչ թե խաղարկություն է, այլ պարտադիր նվեր բոլորին։ Այնպես որ զանգահարեք 8128, զրոյացրեք հոսանքի ծախսը եւ ձեռք բերեք ձեր այդքան ցանկալի սմարթֆոնը։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ 10 հարցով պետք է գուշակեք ում նկարն է ձեր գլխին։ Հարցերը նենց պիտի լինեն, որ ինքը պատասխանելու է միայն այո կամ ոչ։ Կինա։ Այո։ Արվեստի հետ կապ ունի։ Այո։ Երգչուհի է։ Այո։ Բոյով։ Միջին։ Նորմալ։ Նորմալ։ Ես լսում եմ իր երգերը։
Սիրում ես։ Ну, սիրում լսում։ Հա։ Կարճած փոքրացավ կրուգը։ Հայա։ Այո։ Մամայի բան սերունդից է։ Այո։ Մեր տուն եկել է։ Ոչ։ Այս թազա տուն вообще։ Вообще։ Նոր տուն չի եկել։ Հին տուն էլ չի։ Շատ ազնիվ պատասխան է։ Քանի հարց ունեմ։ 2 Կա 3։ 2 հարց եւ 1 անուն հնչեցնելու հնարավորություն ու ես ուզում եմ որ դուք պատժվեք։ Չեմ տաքսնում, արդեն 50-րդ հաղորդումն է։ Մի վայրկյան։ Տակ։ Բայց շատ երկար մտածել չի կարելի, գիտես։ Մենակ հայկական երգեր է երգում։ Ոչ։ Չէ։ Շատ զարմանալի է որ տատան տենց միանգամից պատասխանում է։ Մի վայրկյան։ Վերջին հարցը։ Լավ, երկար մազեր ունի։ Այո։ 1 անուն հնչեցնելու հնարավորություն։ Իվետա Մուկուչյան։ Ոչ, ուրա։ Ով է։ Լիլիթ Հովանիսյան։ Սոնա։ Դե լավ, տենց երկար մազեր չունի։ Երկար մազերը։ Որ Եղել է ինչ որ մեկը պատասխանել, հա։ Հա, լիքը։ Բայց ես ավելի բարդ նկարներ եմ սկսել ընտրել, որ Հա, բարդվեք, հատուկ որ պատժվեք։ 10 հարցը շատ քիչ է, ման է։ Լավ, հիմա էս լավ է, դուք հիմա պատժելու եք վերջապես Սոֆին։ Դավայ։ Ես եմ քեզ հարց տալու։ Նմանատիպ հարցեր։ Հայաստանում է թե Մոսկվայում։ Հայաստանում։ Այո կամ ոչ։ Այո կամ ոչ։ Նենց հարցեր, որ պատասխանի միայն։ Լավ, այո։ Կինա։ Ոչ։ Այնց ճակմա տղամարդ է։ Զարային ճանաչում է։ Այո։ Սարային ով չի ճանաչում։ Հա, էլի իսկականից։ Բանասից։ Մոտիկ են։ Այո։ Իսկ եթե ես պատասխանեմ դա չի հաշվելու։ Կաշվենք։ Չէ, կարող է շարունակի հետո։ Չէ, թե անունը գուշակես, всё, պրծավ խաղը։ Դու Եթե հաղթեցի։ չգուշակեմ, Չէ, պրծավ չէ, խաղը։ Հա, 10 հարցից է ընդամենը։ Հա, Դու ունես 6 հարց։ էլի ունեմ։ Արսեն Սաֆարյան։ Չէ, բայց ինչ ես մի անգամից հանձին նվիրում։ Դե մտածեցի տենց։ Չի հանձնում, դեռ 5 հարց կարող եք հնչեցնել։ Մեր տուն եկել է։ Այո։ Տխրեցի։ Որովհետև մնաց 34 հոգի։ 40-ից։ Անդրե։ Դա մի անուն մի տուր է, հարց տուր, հələ 4 հատ հարցի հնարավորություն ունես։ Արդեն 3։ Լավ, 3։ Լավ, մի րոպե։ Միշտ Հայաստանում է, թե հյուրախաղերի գնում է։ Այո։ Այո, ինչ։ Այո։ Հյուրախաղերի, հա։ Այո։ Ախր նենց հարց ես տալի, դու հիշում ես ով է գնում, ով չի գնում։ Ինչի՞ չէ։ Ինչի՞ չէ։ Ինչի՞ չէ։ Հայկական երգեր է երգում, թե էստրադային։ Այո։ Դա դե, այնց հարց պետք է տաս, որ ասեմ կամ այո կամ ոչ, ես դեռ Առանձին տվեք էստրադային երգեր է երգում կամ հայկական երգեր է երգում։ Այո, այո, երկուսն է այո։ Երկուսն էլ երգում է։ Այ, լավ, 9-րդ հարց կհաշվեմ, թեև 2 հարց հնչեց, վերջին հարցը։ Լավ, Էրիկ։ Հա։ Ինչի ես պատժվում։ Ուրեմն չեմ հաշվում ու պատժում։ Բայց ճիշտ եմ ասում։ Հա։ Լուրջ։ Վայ Էրիկ ջան։ Գլխից վրա։ Բայց արի ասենք, էլի որ եթե չգուշակե պատժվելու է։ Դավ։ Տիկին Դևոյանը այսօր եկել էր, ասում էր, ում պիտի զանգեմ, Նենց որ հիմա դու զանգում պիտի պատժվելու զանգեր, այսինքն մտածում եմ, այս փոլ է, արի չասենք։ Հիմա ում եմ, ես պիտի զանգեմ։ Այո։ Հիմա երկուսդ են զանգում։ Շատ վատն ենք, բայց դե հետաքրքիր կլինի, որովհետև հետաքրքիր զանգենք մտածել։ Давайте, всё Հիմա ով է զանգելու։ Ում մտածել ենք, դու զանգում ես։ Դուք զանգում եք։ Ասա։
Նոյեմբերին իդեպ մեծ պրեմիերա է լինելու, ես ասենք, Այո։ որովհետև շատ երկար ամիսներ, եթե ոչ տարիներ պատրաստել եք այս Նոյեմբերի պրեմիերան, 24-ին։ Պատկերացրեք, ամիսներ։ այո, մի քանի ամիս է։ Մեզ մոտ նոյեմբերի 24-ին լինելու է մեծ պրեմիերա։ Ինչ ներկայացում։ Եվ մեր ռեժիսորը Սուրեն Շախվերդյանն է։ Մենք բեմադրում ենք Ղազարո Սաղարյանի Անահիտ Հեքիաթի շուրջ պարային պլաստիկ ներկայացում։ Եվ հուսով ենք, որ դա դառնալու է Հայաստանի այցեքարտերից մեկը։ Հրաշալի։ Նկարիչներ Արայ Գաբաջյանն է եւ Լիլիթ Մելիքյանը, կոմպոզիտորը Կարեն Անանյանը եւ մեր Արա Թորոսյանը Մուրզուն։ Մի խոսքով սենց աստղային փունջ է, որ Ու հիմա ամենաթեժ շրջանն է փորձերի, նախապատրաստական աշխատանքների ու նրանցից մեկին եք զանգում։ Զանգի։ Ու ես պետքա իրան խափեմ։ Այո, ասա որ փոշմանել ես, չես ուզում որ ինքը լինի Չէ, այդքան չէ, ես իրան այնքան եմ հարգում, սիրում, ես Լավ դա խաղա։ Չէ, Սուրենին կասենք, որ մենք ենք։ Չէ, ես կասեմ, որ չեմ դնում ներկայացում, չեմ ուզում։ Ոնց, չէ, ասա Չէ, կասեմ Սուրո ջան, չեմ ուզում դնեմ, տենց կասեմ։ Չէ, ասեք ուրիշ ռեժիսոր է։ Լավ, հետո մեկ այդ ընթացքում ինքը հաստատ ջոկելու ասելու ես, որ բանա խաղեր, մի նեղվի։ Հա, մի անգամից կասեք 1-2 րոպե հետո։ Բայց պահի էլի սենց ասա, ճիշտն ասած, նստեցի, մտածեցի, չեմ ուզում որ դու լինես, ուրիշ մարդ եմ գտել։ Ուզում զառան բեմադրի։ Չէ, լավ, այդիկը ջոգի արդեն որ խափում ենք։ Չկասեմ ուզում եմ հովում բեմադրի։ Չէ, բայց հովան ռեժիսոր չի։ Հա, բայց ավելի մեծ հարված է։ Լավ, զանգի։ Զանգի տեսենք вообще վերցնում է, թե Չի վերցնի, ինքը այս ժամին չի վերցնում։ Այս ժամին։ Ձեզ ոնց կարա չպատասխանի։ Ուրեմն հաստատ իրան ենք զանգել։ Ուրեմն հաստատ փոխում ենք իրան։ Софья Раевна. Да, Сурен ջան։ Да. Привет. Привет. Ոնց ես։ Ինչ կա։ Նորմալն է, դուք ոնց եք։ Վատ։ Ինչ ա եղել։ Սուրեն ջան, մտածում եմ, որ չանեմ ներկայացում էլ։ Էս ինչ բան է։ Հա, Что с тобой? դա աշտո։ Это կոտրեց քեզ տենց։ Այդ տենց։ Սուրեն Շախվերդյանը։ Դու մի չես անում, մի արա, ես անում եմ։ Ոնց թե։ Դե ես էլ փոխում եմ ուրեմն ռեժիսորին, ոնց կանես։ Փոխի։ Ահա։ Չէ, լուրջ եմ ասում։ Ինչ ա եղել։ Չէ, Что с тобой? ну вот так вот. Силы мои ушли. Опустошение духовное. Почему мы отказались? Не знаю. Вот так решила позвонить, сказать. По-моему, это связано с погодой. Она пасмурная и нагоняет на грусть. Нет, меня ничто не может вогнать в грусть. Я по природе... Безалаберные люди вокруг. Я оптимист по натуре. Ну, в общем, вот так. Я решила. Что ты решила? Решила, что не буду делать спектакль. С тобой. А что будешь делать? А кто министерство отчет будет давать? Сурен Шахвердян. Хорошо. Скажешь, я вот такой плохой режиссер оказался, а она плохой балетмейстер. Ну, тебе скажут, руководитель проекта, вы поменяли бы режиссера, пригласили бы других режиссеров. Сурджан, в общем, я тебя люблю, обожаю. Это передача, хотели тебя разыграть просто. Это Мане, все Мане, чтоб ты знал. Ну, все-таки не получилось разыграть. Не получилось, слушай, ты вообще, я думала, сейчас он скажет, вот, ну ладно, раз так. Ամենավատ բաները ասեցին քեզ ասեմ, ասի չէ, շատ եմ իրան սիրում, չեմ կարող։ Вот, ասեցին չէ, ասա որ դու вообще որպես ռեժիսոր ինձ դու չես գալիս։ Ասի դու գժվել եք, ես իրան տենց բան կասեմ։ Այ 2 րոպե հետո ասма կասեիր արդեն որ սա կատակա։ Но я все равно не смогла, даже вслух не смогла это произнести. Я тебя люблю, Суранджан.
Я тебя тоже люблю, Всё, Софиджан. пока, родной. Մենք էլ սուր, նենց չի։ Да. Մենք էլ ենք քեզ շատ սիրում, սուր։ Merci, Manjan. Օծի լեզու ունես ուղակի։ Մի անգամից եղանակներ մատը։ Մարդիկ էին ոգևորեցել, ամեն դեպքում, որ հուսահատված լինեմ, կզանգեմ քեզ։ Լավ ես ոգևորում։ Դեպրեսիաների ժամանակ։ Դե վաղ կհանդիպենք ժողովի։ Всё хорошо. Զարնո հարցերը լուծես։ Պակա, պակա։ Մենք Դու ինչ գործ ունես։ Արդեն всё։ տնօրեններով։ Հիմա Սոֆին ում ազանգում։ Դուք եք ասում։ Я? Պատասխան պատիժ մտածեք։ Отомстить ես անում։ Մենք վերջում կասենք, բայց որ։ Позвони Эрику, скажи, я очень на тебя обижена. Почему ты про его мужа сказал, что он непорядочный, что он бан? Давай. Բայց չի հավատա, իրենք մոտ ընկերներ են։ Հա։ Չի ասա, շատ նեղացած է քեզանից հիմա։ Ինքը ծնունդը չի շնորհավոր է իր, եկեք զանգեմ, ասեմ, որ ահա որ նեղացած է, որ ծնունդը չէ շնորհավոր։ Ով չի շնորհավոր է։ Էրիկը Կարապետյան, իմ ամուսնու ծնունդը մի օր հետո է, շնորհավոր է թե չի, շնորհավոր է չգիտեմ ինչ որ սենց։ Եկեք զանգեմ։ Զանգեմ։ Հա, հա։ Ինք քաղաքում է, հա ոնց որ։ Բայց կսպանի մեզ, իրանէլ ենք շատ։ Ասա ոնց ես, ինչ ես անում սենց, որ չզգա։ Ասամ ինչ չես զանգել, ահա որ նեղված է։ Ստորի չես արել, չէ։ Սոկոսի։ Звук. Չի վերսում։ Լավ, ուրիշում կարա զանգես։ Չգիտեմ, ում եք ուզում։ Արմինեին զանգենք։ Ինչ ասեմ։ Նույնը անենք։ Ով է Արմինը։ Ասա, չգիտեմ ինչ անեմ, Սոֆան կատեգորիկ հրաժարվել է։ Արմինեն մեր Տիկին Դևանի Աջ գլխավոր պարուսիցներից է եւ աջ ձեռքն է իր։ Զանգի ասա լսի, առավոտ վերակացա, ասել է չեմ դնում ներկայացում։ Սուրոյն էլա զանգի ասա Շախվերդյան։ Բայց երկար տանջի։ Ասա ինչ անենք։ Այդի ռեալը, հեսա։ Ասով ջան, Ինչ եք անում, բարև ձեզ։ ես դպրոց եմ գալի։ Ունեք 2 րոպե։ Կյանքս։ Լուրջ ես գժվել եմ արդեն, չգիտեմ ինչ անեմ։ Ինչի՞ բա։ Առևնան վերակացե այսօր առավոտը, բան, բա ես տիպը չէ։ Չէ, սյոմկեն պրծել ենք արդեն։ Սյոմկեն չէ, զանգել է ինձ, բա ես չեմ գալիս, փորձի, ինչ ուզում եք արեք դուք, ես չեմ կարա սենց աշխատեմ, զանգել է Սուրոյին, ինչ որ գժված, ես չեմ ուզում էլ ես պրոյեկտ անեմ, в общем, ինչ որ սենց չգիտեմ ինչ անեմ։ Բայց ինչ ա եղել։ Չգիտեմ։ Բայց ինչ ա եղել։ Ո՞վ է իրան զանգել, ով է իրան բանացել։ Չգիտեմ, պրոստը ինքը իրանով այտենց որոշել է, որ ինքը էլ էս պրոյեկտը չի ուզում անի, ասում ես հոգնել եմ, իմ ուժերը գնացել են, ես չգիտեմ, ուզում եմ ուրիշ բանով զբաղվեմ, չեմ ուզում էլ ես ներկայացում անեմ։ Ինձ հաշվապահությունն է դա։ Բայց դու իր հետ ես խոսացել, ուր է ինքը հիմա։ Առավոտ Սյոմկի գնացել ենք, պրծել ենք ու ինքը դուրս է եկել։ В общем, չգիտեմ։ Ուր է ինքը հիմա։ Ես չգիտեմ ուր է գնացել, երևի գնում է դպրոց Գեղամի հետ։ Դու էլ առանձին ու էլ հետ խոսացել ես։ Չէ։ Կամ դպրոց հետ խոսանք, ասենք առևնա չա, տենց ոչի։ Ես չես անում։ Ոյ, չգիտեմ։ Ինչ ա եղել, կարող է ինչ-որ զանգել են փորձի բրով, ուզել են ժաման փոխեն։ Չէ, ժամը ինչ կապ ունի, չեղում առաջի անգամ չեն զանգել ժամ փոխեն։ Չէ։ Պրոստը ինձ թվում է այդ Սուրոյից պահով է տենց մի քիչ ներվայնացած, ջղայնացած։ Բա Սուրոն իրան ինչ ասել։ Սուրոն ոչ ման ասել է կանենք, մի մտածեք։ Ես չգիտեմ։ Մի բան քեզ ասեմ, ես այսօր հենց այդ մտածում էի, որ բան եմ։ Ինչ ես գնում հիմա։ Ես դպրոց եմ գնում։ Բա չի եկել բանը։ Ով։ Ինչ է։ Իրանք սկսել են փորձը, ես գնում եմ դպրոց։ Այ ետել եմ հեսա, հələ մի վարկյան տենամարեգ ինչ անում, ինքն դիչի նայով հացից կտակ, այսա տենամարեգ ինչ անում, իրան ինչ ասնում, կամ առելի այդ մի հատ նստենք խոսանք, չէ շտապում, չէ։ Չէ, լավ։ Հա, հեսա բայց կզանգեմ, որ տխանցուս կամ, չի վերցնում։ Զանգում ես։ Ես գտավ զանգում։ Արմինիչկա, всё։ Ես չեմ գալիս։
Անիմաստ պատժեցիք մեծիներ։ Ճիշտ համարի ես անգ։ Հա։ Չի վերցնում։ Всё նեղացավ քեզանից։ Չի վերցնում։ Աստված առայնաս։ Привет, Արմեն ջան։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Այնքան լավ։ Արմեն, ողջ ես ներկայացումը չեմ անում։ Լավ է լիսով օրովնո։ Չէ, всё։ Ես տան չեմ կարող աշխատել։ Իսկ ինչ պետք է պատահի։ Բոլորի սաստավը պետքա ներկա լինի։ Բոլորը պետքա ներկա լինեն։ Ես դպրոց եմ գալի հիմա։ Սենց չի լինի։ Մի հատ գամ խոսանք, չեմ։ Չէ, խոսելու բան չկա, չեմ անում ներկայացումը, վերջ։ Սուրոյին եմ զանգի ասե։ Բա ինչ ասեց Սուրոն։ Ինչ պետք է ասի։ Ասեց կարող է եղանակից է այսօրվա։ Ես ուզում եմ անկեղծ ասած հասկանամ ինչ կարար տենց ձեզ այս գիշերվա մեջ հեղափոխել, չեմ կարող հասկանամ։ Երազ եմ տեսել։ Լավ է լիսով առեմ, ինչ երազ։ Լուրջ եք ասում։ Փուչիկ պայթեց։ Հա։ Մի հատ գանձ երազահանով տենանք ինչ եք տեսել։ Մնում է երազահան։ Լավ Արմին, всё, կատակ էր հաղորդումը շարունակում է, մենք կատակում ենք, վերջ։ Բայց դուք երազահանը բացեք, սպասեք մեզ։ Քեզ շատ սիրում եմ, գալիս եմ դպրոց, всё։ Давай։ Давай, пока։ Ես ամեն ինչը պրանք է։ Այսքան զանգեր եղել է, մի այդքան շատ։ Տիկին Դևոյան պետք է խոստովանենք, որ դուք չպիտի պատժվեիք, դուք չպիտի զանգեիք, ուղղակի չէիք ասած ինչի։ Պրոստը որ դու տենց սկզբից ուզում էիր մեկին զանգեր։ Կներեք, բայց շատ հավես էր ամեն դեպքում։ Չգիտեմ ինչի Արմինեին ամենաշատը պատժեցինք, բայց Մեղ իրա ստրեսա устойчивость։ Իրանք չեն էլ հավատում, տես իրանք։ Բայց երազի վրա պաուզա լավ։ Երազ։ Իրականում այսքանն էր Տիկին Դևոյան։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Գիտեք, ինձ այնքան դուր եկա, որ ես իրականում բոլոր օպերատորներին ճանաչում եմ, շատ սիրում եմ, բայց պատկերացրեք, որ ես լրիվ մոռացել էի, որ մեզ հիմա նկարում են։ Իմ մոտ մենք տպավորում ենք երեքով ուղղակի խոսում ենք։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հաղորդումը պետք է այդ ոճի մեջ լինի։ Ոչ թե ինչ-որ կոնկրետ հարցեր տան մարդուն ու ամեն անգամ նույն հարցերը, այլ դու պետք է ուղղակի խոսես մարդու հետ։ Կներես էլի խոսքիդ վրա մի բան ասամ, երեք զանգել եմ, ասում տատ հիշում ես, չէ, վաղը մանեի մոտ ենք ժամը 1-ին, ասում ոնց թե, չէ, չեմ հիշում, այդ ինչ հաղորդում, ասում եմ դե պետք է գնանք պատմություններ պատմենք, նստենք խոսանք, ասում ես չեմ գալիս, ինչքան պատմություն կա իմ կյանքում, ես արդեն բոլոր հարցազրույցների ժամանակ պատմել եմ, էլ չեմ գալիս։ Ձեր պատմությունները այնքան շատ են, որ կարծում եմ էլի պատիվ կունենանք ձեզ հյուրընկալել հենց այնպեսում ու կպատմենք։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ Մենք քեզ շատ սիրում ենք։ Այո, շատ հաճելի է։ Փոխադարձ է, գիտեք, շատ սիրում եմ։ Իսկ Արտուր Գրիգորիչի մասին էլ չեմ ասի, մենք լավ ընկերներ ենք, շատ։ Այո, ինքն էլ ձեզ էր շատ սիրում։ Այո, ես էլ եմ։ Սոֆն էլ գիրքներ մեծանում փորձերի ժամանակ։ Ես ասում եմ, այնքան բանով մենք իրար նման ենք Սոֆա։ Ասում ճիշտ Արտուր Գրիգորիչ։ Շատ ենք սեր։ Մերսի, որ ձեր լավ հիշողությունները, ծիծաղելի պատմությունները պատմեցիք, խաղացիք ու անիմաստ պատժվեցիք։ Ձեզ ենք շնորհակալ։ Չմոռանանք խնդրել նաև որ բաժանորդագրվեն, գրել մեկնաբանություններ, լայքեն, որպեսզի ամեն 5 շաբթի մենք վերադառնանք լավ հյուրերի հետ ու պատմենք հենց այնպես պատմություններ։ Մերսի շատ։ Հիմա հարց եմ տալիս ու երկու անուն եմ տալիս։ Անունները փոխելու եմ հետո։ Դու պետք է ինտերես էլի մի անուն տաս։ Ինձ թվում է բացատրելով դժվար։ Ասենք ասում եմ Մանե թե Սովկա, ասում ես Մանե։ Իհարկե ասում եք Սովկա։ Արման Հովանիսյան ասա, կուզես։ Մի հուշի։ Կպարի։ Չէ, ոչ թե ինքն է ապարելու, այլ իր համերգի բարերը դու ես ներքո ձեր աղջիկներն են ապարելու, բայց կարող էի Ում էլ ընտրեմ, մյուսը պետք է նեղանա, Արմեն երևի։ Արման Հովանես։ Արման ում էլ ես կտրեմ։
Ուման Ոչ արմանակ Ոչ մարդի Ուզում ես հիս Լարվել էի ճիշտ ասեի Սոնաս Սարգսյան տենց էլ գիտեի Տենց է գիտեի ման է որ դու իրա նկարն ես դրել Լավ Զարանա Բաբայան Խնդալու կլինի լուր Զարայի նկարել լինի Չէ, ոչ բաներ մի կտրոք Ոնց կա տենց գնա Ոնց կա հազալով, մազալով կցեք թող գնա Ես Սոֆի Դևոյանն եմ և դուք դիտում եք հենց այնպես շոու Առաջին անգամ եմ ասում լրիվ նույն բանը ասա դու Ես էլ եմ Սոֆի Դևոյանը և դուք դիտում եք հենց այնպես շոուն Ապրեք, всё այսքանը Մերսի Մերսի շատ ձեզ, մերսի Երազանքը պահեմ Չես այս բան է